Հարի երեգո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ցես դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի գոմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Պերիո հայոց թեմի բարեչան առաջնորդ Կերաշնոր Դերմագար arczepiskopos Աշխարյանը, որ պիտի խոսի խոնարհություն խորակրով։ Աստվածօգնական եւ բարի երեգո սրբազան հայր։ Աստվածօգնական եւ Աստված բավական ցեզի բարի երեգո բոլորիդ։ Վստահ եմ, որ բոլորս արդեն դեղյակ ենք, որ գտնվենք մեծ բահոց 40-օրյա բահեչողության մեջ։ Ամեն տարի այս ժամանակամիջոցին բոլորս մենք մեր անձին հետ խոստումներ, առաջարկներ, փոփոխություններ դեպի զասված մոդենալու միջոցներ կփորձենք գտնել եւ ամենօրյա թրությամբ կաշխատենք զանոնք կործատրել եւ ինչու՞ չէ նաեւ մեր կյանքի մեջ դրսեւորել։ Եվ այս հայեցակետով ուզեցինք սրբազան հոր Տելատրանկով եւ ինչու՞ չէ նաեւ մեր առաջարկով սրբազան հայրը ընդունեց մեր առաջարկը, որբեսի սրբազան հայրը խոսի նաեւ նկատի ունենալով, որ մեծ բահքի շրջանի մեջ կգտնվենք խոնարհության մասին։ Սրբազան հայր սկսելով մեր առաջին հարցումը, նկատի ունենալով, որ խոնարհության մասին է ծեր նյութը, մեր առաջին հարցումը պիտի լա թե ինչ է խոնարհությունը։ Շատ բարի, անցնապես ես էլ շնորհակալություն կհայտնեմ ցեզի այս գեղեցիկ առիթին համար եւ մեր ագընտիրներուն, ընկերներուն եւ բոլոր հավատացյալ ժողովրդի զավակներուն կմաղթենք բարի բայեցողություն եւ ընդունելի բայեցողություն։ Նախքան սկսելը գուզեմ հայրապանական մեջբերումը կատարել։ Սուրբ Հովհաննես Գղեմակոս գսե, ով որ կմերժե խոնարհության տրնեն ներս մտնել, պիտի չգտնե արոդավայրը, իսկ ամ որ ուրիշ դեղ է գմտնե կող է գսե։ Գալով հարցումին թե ինչ է խոնարհությունը, խոնարհությունը բարձրապես արդակին երևույթ մը չէ, ինչպես բարձ հակուստ մահակնիլը կամ մեղմ ցայնով խոսիլը եւ կամ միշտ աչքերը վար առնել եւ կետին նայիլ, ոչ ալ սոսկ բարեր են, որ անսը իր մասին կգրկնե հաջախ ուրիշներուն դիմաց ասելով, որ ինք մեղավոր անցմն է, անարժան է, եւ ոչ ալ աղոթքի մեջ այսպես արդասանված նախատասություններ են անսիմա անարժանության կամ նվաստության մասին։ Եթե բարձրապես միայն այդ ըլլար կամ ըլլա խոնարհությունը, ապա ամեն մարդ խոնարհ պիտի ըլլար եւ մեր դերը Երանի պիտի չդար խոնարհներուն կամ հոգիով աղքատներուն։ Իրականության մեջ խոնարհությունը մարդուն եւ Աստուծո միջև ապրված կյանքն է, որ անսը իր ոչնչությունը գսկա եւ ավելին ինչ որ բարի բան ունի իր մեջ, գիտակցի որ Աստուծո է եւ թե առանց Աստուծո ինք հող ու փոշի է միայն։ Հետևաբար անդրադարձ իր էության, իր ինչության, իր դգարության, իր ոչնչության մարդը սկարաչնորդ է ճշմարիտ խոնարհության եւ Սուրբ հայրեր խոնարհությունը կնմանցնեն ծարի արմադին, որովհետև գսեն ծարմը չի գրնար աճիլ ու բարձրանալ կամ բդղապերիլ, բացի երբ խոր արմատներ նետած ունի հողին մեջ։ Անոնք նաև խոնարհությունը կնմանցնեն դան հիմին, ինչպես որ դանմը կամ շենքիմը եւ կամ գառույցիմը զորության, ապահովության եւ մեծածավալության համար անոր հիմը կամ հիմին չափը մեծապես կարևոր է եւ աստեցիկ, նույնպես ալ խոնարհությունը հիմքը կգազմե մեր առողջ զորեղ եւ ապահով հոգեվոր կյանքին եւ հետեւաբար յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալին համար անհրաժեշտ ուժ է, անհրաժեշտ աստակ է գարենալ ապրելու համար իր հոգեվոր կյանքը եւ քրիստոնեական առաքինությունները։ Շատ բարի սրբազան հայր։ Արդյոք թյուրին է խոնարհ լալ կամ խոնարհ ապրիլ։ Դեսեք Գարկմը առաքինություններ, ինչպես հեզությունը, ընտոձին է, այսին մարդ հեզությունը իր հետ կզնի, որևէ մեկ արդակին աշխատանք չի բահանջեր, որ մարդ հեզլա։ Որոշ առաքինություններ կարելի է դյուրավ սորվիլ եւ զարգացնել, բայց խոնարհությունը դյուրին առաքինություն չէ։
ան մեզ մե հսկա ջիկ ու չանք կբահանչե, բարոյական գամք և զորություն գենթացրե, մեզ մե կբահանչե ուրանալ մեր եսը, կամավորապար անդեսել մեր պապակները և ջզմել մեր մարմնական ցանկությունները, ինչպես Հիսուս սորվեցուց իր աշակերտներուն և անոնց միջոցով նաև մեզ մե յուրաքանչյուրին, երբ անոնց ասավ, եթե մեկը գուզե առաջին ըլլալ, թող բոլորին վերջինը և բոլորին սպասավորը ըլլա։ Հայրերեն մեկը գսե խոնար անցը ան չէ, որ ինքսինք կմեղացրե, որովհետև ամեն մարդ կրնա այսպես կամ այնպես հանդուրժել ինքնակնդատություն, բայց ճշմարիտ խոնարը ան է, որ ուրիշներուն գողմե իր անձին հանդեպ կատարված քննադատությունը կընդունի եւ կշարունակե գսե սիրել զանոնք։ Շատ բարի։ Լավ, ինչպես ավելի ճիշտ պիտի լա, ինչ կերպ կարելի է ցերկ ցկել։ Ինչպես քիչ առաջ ասինք, խոնարհությունը հիմնն է բոլոր առաքինություններուն եւ առանց խոնարհության մյուս առաքինությունները դժվար է գարենանք ստանալ։ Նշանավոր եկեղեցու հայրերեն Սուրբ Կիբրիանոս խոնարհությունը գոչած է սրբության հիմա, իսկ Սուրբ Հերոնիմոս զայն կգոչե քրիստոնեական առաջին առաքինությունը։ Ուստի հոգևոր բնույթ ունեցող քիրքերու ընթերցման ճամփով կամ հոգևոր խոսքեր լսելով եւ կամ նույնիսկ սուրբերու հետ հաղորդակցելով չէ որ կրնանք հասնել խոնարհության եւ ցերծկել այդ անցնորացությունը, այլ զայն ցերծկելու համար Աստուծո հետ խոր հարաբերության մեջ մտնելու եւ հարադեվ ջիքի պետք ունենք ներողություն, որով ի վերջո մարդ կրնա ցերպազադիլ ամեն տեսակ մեղքե որզին կգաշկանտե եւ հատկապես հբարդության մեղքեն, որ առաջին մեղքն է, որ մարդս Աստծո հերացուց եւ տրախտեն արդակսել դվավ։ Ասիկա խոնարհության մասին անշուշտ խոսքը, հայրեր գսեն, որ խոնարհությունը նեղ դուրն է եւ անոնք, որոնք Աստծո արքայությունը կփնտրեն, պետք է որ այդ տրնեն անցնին։ Ուրիշ հայրեր գսեն, որ խոնարհությունը խաչն է, որ իսկական աշակերտը կգրե հետևելով իր դիրոջ քայլերուն։ Հետևաբար չկա ավելի նեղ դուր կամ ծանր խաչ, քան անցին ամբողջական հանցնվիլը եւ ինքնուրացումը։ Անցդ ուրանաս շատ դժվար բան է, եսդ անդեսես եւ ոտքի դագարնես շատ դժվար բան է։ Եվ զաստված փնտրողներուն համար գսեմ, որ ասիկա ամենամեծակույն փորձությունն է եւ քննությունն է, ինչպես իմաստունը իր կրության մեջ կհիշեցնե, ասելով ոսկին գրագով կփորձվի, իսկ մարդիկ խոնարհությամբ։ Հետևաբար սուրբերը լավապես հասկանալով եւ ըմբռնելով վերոնշյալ ճշմարտությունը, զայն արտահայտած են իրենց փորձառության ճամփով։ Օրինակ, Սուրբ Հովան ոսկեպերան հայրաբեդ, նշանավոր 5-րդ դարու հայրաբեդներեն մեկը գսել, ոմանք գսեն, որ խոնարհությունը անցին իր բոլոր բարի գործերը մոռնալն է։ Ուրիշ մը գսե, որ ադիկա երբ մարդ ինքսին ամենանվաստն ու մեղավորը կնկատե։ Շատերու համաձայն խոնարհությունը օրհնություն մնե գսեն, որ միայն ունեցողը գիտե։ Քրիստոս գսե, ինձ մեզ սորվեցեք, որովհետև հեզ եմ եւ սրտով խոնար։ Հետևաբար դիրոջ մեզ սորվինք գսե հայրաբեդը եւ ոչ թե հրեշտակեմը կամ կրկեմը եւ կամ անցեմը եւ դուք ձեր հոգեգան հանգիստը պիտի գտնեք։ Սրբազան հայր մեր հայրերուն կողմէ ըսված է, որ խոնարհությունը առաքինությանց մայրն է։ Այդ առումով ինչ է անոր արժանիքը։ Եթե նկատի առնենք, որ հբարդությունը մեղքերուն մեջ հորեկույնն է եւ ասիկա ցանոթ է անշուշտ աստվածաշնչականորեն եւ հայրապանական քրագանության մեջ եւ բազմաթիվ ուրիշ մեղքերու առաջնորդ է, խոնարհությունը առաքինություններուն մեջ առաջինն է եւ հիմը կգացմե բոլոր առաքինություններուն, որոնց համար ալ մայրն է գսենք։ Ուստի ան որ խոնարհության գդիրանա իր հոգևոր կյանքի մեջ զորավոր հիմը կհաստատե։ Ասիկա է արժանիքը, ինչպես Քրիստոս անցամ սորվեցուց իր կյանքով, իր ուսուցումներով, իր օրինակներով։ Անչսավ ինձ մեզ սորվեցեք, որովհետև հրաշքներ կործեցի, հիվանդներ բժշկեցի եւ մերելներ հարուցանեցի։ Այլսավ ինձ մեզ սորվեցեք, որովհետև հեզ եմ եւ սրտով խոնար։ Եվ Պողոս առաքյալ շատ գեղեցիկ կերպով կպնուտակրե
Քրիստոսի խոնարհության այս ճշմարտությունը, երբ Ֆիլիպեցոց նամակին մեջ երկրորդ գլուխին մեջ կակնարկե, երբ կխոսի Քրիստոսի աստվածության մասին եւ գսե Աստվածը լալով անտերս, երբ ինքսինք Աստված հայտարարեց, երբեք Աստծո բադիվը հապշտակել չեր նշանակեր, կշարունակի ասելով, բայց գամավորապես ինքսինք այդ բադիվեն մերգացուց գսե ծառայական մեր բնությունը իր վրա առնելով եւ մարդոց բես եղավ ու մարդկային գերբարանքով ճանցրեցավ, ինքսինքը խոնարեցուց եւ Աստծո հնազանդեցավ, հանցն առնելով մահը եւ այն ալ խաչի մահը, ադոր համար ալ գսե Աստված զայն շատ ավելի բարձրացուց եւ իրեն դվավ այն անունը, որ վեր է բոլոր անուններեն։ Սուրբ Օգոստինոս ալ գսե հագարակ Աստուծո ամենագարողության խոնարհությունը միշտ ալ զաստված քու գողմդ կքաշե։ Իսկ ինքնահավանությանը եւ անպարտավանությանը պատճառով գսե Աստված ետ կքաշվի քեզ, որտեղ գզզվի հբարդութենը եւ անպարտավանութենը։ Եվ կշարունակի ասելով, որ հբարդությունը պատճառ դարձավ, որ ռեշտակները վդարվին երկնքեն, մինչ խոնարհությունը զաստված երկնքեն երգիր իջեցուց։ Հբարդությունը գսե տրախտեն դուրս նետեց ատամը, մինչ խոնարհությունը թույլ տվավ գսե, որ ավազակը տրախտ մտնե։ Հբարդությունը գսե խեղտամահ արավ փարավոնն ու իր բանակը գարմիր ծովուն մեջ, մինչ խոնարհությունը գսե բրգեց Մովսեսն ու Աստծո ժողովուրդը։ Հետևաբար խոնարհության առաքինության արժանիկը անմիջականորեն առնչված է մյուս առաքինություններում միջև անոր ունեցած դերին եւ դերին հետ։ Մեծն Սուրբ Մագարի հարցնեն ո՞րն է մեծակույն առաքինությունը, անգպատասխան է, եթե հբարդությունը վադակույն չարիքն է, զոր ռեշտակները վդարեց երկնքեն, ապա անգասկած կսե, որ խոնարհությունը մեծակույն առաքինությունն է, որ գրնա մեղավորները մեղքի կուպեն վեր բարձրացնել։ Խոնարհությունը իսկական արժանիք մնե, որովհետև հայրեր գսեն, որ Աստված կսիրե խոնարհ մարդիկը։ Եվ Սաղմոս 2-ն Դավիթ մարգարեն նայեցեք ինչ կսե, բարձր է դերը, բայց կդեսնե խոնարհները։ Ուրիշ դեղը գիշեցնե, որ Աստված խոնարհներուն հետ է եւ գոդրած սիրտ ունեցողներուն մեջ կպնագի։ Ես կսե բարձր ու սուրբ դեղը կպնագիմ, բայց գոդրած ու խոնարհ հոգի ունեցողին հետ եմ, որբեսի խոնարհներու հոգին կենտանացնեմ եւ գոդրած սրդերը ապրեցնեմ։ Նաեւ ուրիշ հայր մը գսե, որ խոնարհությունը սուրբերուն հակած այդ մակրամակուր սուրբ հակուստն է, բատմուջանն է, իրաց ամբողջ կյանքին կակնարկե, կենցաղին կակնարկե, որով գաբրին ու կգործեն գսե։ Ադոր համարալ Պետրոս Արաքյալ գտելատրե, ասելով, որ բոլորը դալ խոնարհապար ծառայեցեք իրարու, որովհետև ինչպես Սուրբ Գիրքը գսե, Աստված հագարակ է անպարտավաններուն, մինչ խոնարհներուն շնորհք կուտա։ Եվ այլ գետ մնալ խոնարհները հատուկ դեղ ունին երկնքի մեջ։ Հիշեցեք Հիսուսի խոսքը։ Եվ որ սավ արդ, ով որ իր անձը այս մանուկին պես կխոնարեցնե, անիգա է մեծը երկնքի արքայության մեջ։ Հետևաբար արժանիքի մասին, որ գխոսենք, այս է իսկական արժանիկը խոնարհության։ Շատ բարի սրբազան հայր, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև մեր սուրբերու կյանքին մեջ վստահ եմ, որ օրինակներ կան խոնարհության։ Եթե դակ շատ ուրախ պիտի ելանք։ Այո, անշուշտ բազմաթիվ են օրինակները Քրիստոսի կյանքեն առնված, ինչպես նաև սուրբերու կյանքերեն վարք սրբոցը, Ֆիլոկալիա, հայասկի սուրբեր, աստվածաշնչական սուրբեր, Սուրբ Եվդոնք, վարք սրբոց կամ այլ բաներու մեջ վարքապանության մեջ բացառիկ է գողորտին օրինակները, նույնիսկ առաքելական նամակներու մեջ առաքյալները կամ ասենք հեղինակներ իրենք կխոսին, քանի օրինակ տանք Հիսուսի կյանքեն, քանի օրինակալ սուրբերու կյանքեն։ Խոնարհությունը ապշեցուցիչ բատմուջանն է գսեն հայրերը, որ ամենակարողն Աստված հակավ, որովհետեւ ինքսինք հայտնե մեզի, որովհետև Աստված ըստ էության անդեսանելի է, անշոշափելի է, անհաբելի է, անմերձենալի է։ Հետևաբար պետք է որ խոնարհության սկեզբը հակներ այս բարակային մարդ դառնար, որովհետև ինքսին ճանաչելի դարձներ, որովհետև 5 դագարանի մեջ մենք կգարտանք, երբ Սինա լեռան վրա Աստված իր փառքը հայտնեց, գսել լերը տղրտեցավ եւ այնքան ահավոր էր դեսարանը, որ Մովսես ինքը վգայեցելով զարհուրանքես կտողամ։
5 դագարանի մեջ հետևաբար ժողովուրդը չեր կրնար մոդենալ լերան ուր աստուծո փառքը գահանչեր մինչ նոր դագարանին մեջ շնորհքի եւ խոնարհության տարուն մեջ կտեսնենք բادکերը լրիվ տարբեր է Սուրբ Կույս Մարիամը իբրև մայր իր որովայնին մեջ կգրե Աստվածորդին Սիմեոն Զերունին իր գիրկը գառնե Մարտացյալ Աստվածը իսկ Մարտացյալ միածինը ճշմարտապես Մարտոց միջև կբնագի գուդե եւ կխմե անոնց հետ եւ ավելին ինքսինք կզոհե անոնց բրգության համար Սուրբ Օգոստինոս դիրոջ մարդկությունը մարտեղացումը եւ անոր խոնարհության հետ համեմատական մտնելով գսե Աստուծո որդին մարդ դարձավ որբեսի մարդկությունը հաշտեցնե Աստուծո հետ եւ մարդուն սիրտը հբարդութենեն բժշկե երկու գործողություն մեկ Աստուծո հետ հաշտեցնել մեկը հբարդութենեն բժշկել առաջինը գսե առաջին բաժինը Քրիստոս կդարեց իր զոհագործումով իր բادرակումով խաչի վրա իսկ երկրորդը գսե կդարեց իր խոնարհությամբ Սուրբ Պարսել Գեսարացին Հիշելով Հիսուսի կյանքը ծնունդեն սկսյալ մինչև մահ կեզրակացնե ասելով որ մեր Տերը Հիսուս Քրիստոս իր ողջ կյանքով խոնարհության առաքինությունը ապրեցավ եւ սորվեցուց մեզի միակ անցն է adorամար կերակույն օրինակը եւ իդեալը որ մարդ իր արժեվ պետք է ունենա եւ որ մե պետք է օրինակվի Քրիստոսն է մեր Տերը միակն է ամբողջ աշխարհի պատմության մեջ որ ոչ թե կարոզող մի եղավ, ոչ թե թելադրող մի եղավ, ոչ թե հրավիրող մի եղավ, ինչ բանի մասին որ խոսեցավ, կարոզեց, թելադրեց եւ հրավիրեց նախ ինք իր կյանքով, իր օրինակով, կդարեց եւ ապա մարտիկը հրավիրեց։ Խոնարհությամբ ան մեր բնության մասնագից դարձավ, գսե, կամավորապար ինքսինք այդ բադիվեն մեր գացու ծառայական մեր բնությունը իր վրան առնելով Մարդու պես եղավ եւ մարդկային գերբարանքով ճանցվեցավ գիշե Ֆիլիպեցոս նամակի արտահայտությունը եւ Լուկայով կշարունակի ասելով Քրիստոս մեր Տերը խոնարհություն ցույց տվավ իր ծննդյան գերբի մեջ աղքատ մորմեմը ծնելով եւ այնպիսի ըստորին վայրի մեջ որպես թե աշխարհի ամենաաղքատը ըլլար ան խոնարհություն ցույց տվավ երբ Հերովտեսեն փախուստ տվավ գսետեբի Եգիպտոս որպես թե դգար արարած մըլլար մինչ իրականության մեջ ինք է բոլոր անօգնականներուն եւ անզորներուն նեցուգը օգնականն ու ապավենը Հիսուս խոնարհություն ցույց տվավ գսե երրորդ երբ հնազանդեցավ իր մորը Մարիամի եւ իր խնամադար հորը ադաղցակորս Հովսեփին ան Հովանես Մգրդիչի մոտ եկավ անգե մգրդվելու համար որպես թե մեղավոր մըլլար Շարունակեցելով ան հոժարական աղքատ կյանք մը ապրեցավ որուն համար Բողոս Արաքյալ կեղեցկորեն հիշեցնեմ էզի արդարև դուք գիտեք թե մեր Տերը Հիսուս Քրիստոս ինչ շնորհք արավ մեզի ինք որ հարուստներ գսե աղքատացավ ցեզի համար որբեսի իր աղքատանալովը դուք հարստանաք ահավասիկ խոնարհության գեղեցկագույն օրինակը իրավամբ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս բազմաթիվ նախադինքներ ընդունեց փարիսեցիներեն ավակ կահանաներն ինչպես նաև հանցնարավ մահը եւ այդ խաչի մահը առաջին մեղքը որ պատճառ եղավ մարդկության անգումին հբարդություններ եւ զարմանալի ալ չէ գսեն հայրեր որ Աստված խոնարհությամբ կհագաստե անոր հետեւաբար ամենաուշակրավ բանը որ Տերը հրավ զունգի կալով աշակերտներուն ոտքերը լվալն է Սկիզբը Հովանես որ կնկարագրի Քրիստոսի աստվածության մասին գխոսի երբ կսե Հիսուս գիտնալով հանդերձ որ հայրը ամեն իշխանություն դված էր իրեն եւ թե ինք աստուծմե եկած է եւ աստուծմե գերտա անմիջապես հետո կնշե անոր ապշեցուցիչ խոնարհությունը երբ կսե ելավ սեղանեն մեկ կողմ դրավ իր վրայի հագուստը եւ ղենչակ մայր խոսքով կոդիմը առնելով մեջքին գաբեց Աբաչուր առնելով լեցուց կսե գոնքի մեջ եւ սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ եւ մեջքին գաբած ղենչագով ալ սրբել հակուստը մեկ գոմ տնելը հայրերը կբացատրեն ասելով որ նշանակ է անսին հբարդությունն ու փառքը մեկ գոմ տնելուն իսկ ոտքերու լվացումը նշանակ է խոնարհության ծառայության եւ հոգադարություն ցույց տալու ինչ կվերապերի սուրբերու կյանքի մեջ քանի օրինակ դանք Եթե մեկը ասիկա սկզբունքը հիշեցնեմ, որ Հիսուս ինք ըսավ։ Եվ այս սկզբունքին հիման վրա է, որ առաքյալները, սուրբերը
իրենց կյանքը դրսևորած են։ Հիսուս ասավ, եթե մեկը գուզե ինձի հետևիլ, թող ուրանա իր անձը, առնե իր խաչը եւ յետևես կա։ Ասի խոնարհության, անստուրացության կակատնագետն է։ Ով որ իր խաչը չառներ եւ ինձի չի հետևիր գսե, ինձի աշակերտ չի գտնարնա։ Քրիստոնեական աշակերտության առաջին արժեչապը հետևաբար անստուրացությունն է։ Սուրբերը լիովին հասկացան ասիգա եւ հետևեցան դիրակ փրկչական հրահանգին։ Անոնք մակարեցան եւ ուրացան իրենց անձերը եւ գիտակցելով որ խոնարհությունը հիմքը կգազմե իրենց հոգեվոր կյանքին հսկա ջիկ ու չանք թափեցին ցերկ ցկելու համար զայն։ Գեղեցիկ է միանցնուհի Մայր Թեոդորայի խոսքը, որ գսե ոչ մեկ ճգնավորություն, ոչ մեկ ջիկ կամ բայեցողություն գրնա փոխարինել խոնարհությունը։ Այլ խոսքով ոչինչ կրնա փոխարինել խոնարհության առաքինությունը։ Պատմությունը պատմեմ, ասի բան է, անշուշտ, ասնակրված է։ Վանագանը երթմնեցության ադեն, երթմնացությունը այն, ասենք, զիսական արարողությունն է, երբ դիվահարի վրա աղոտ կնեն, որբեսի ազատագրեն։ Ուրեմն վանագանը երթմնեցության ադեն կհարցնե տեղերուն, թե ինչն է որ ցես դուրս կվդարե, արդյոք պահեցողությունն է կհարցնե։ Տևերը կպատասխանեն ոչ, որովհետև մենք բնավ չենք ուներ արդեն։ Վանագանը կհարցնե արդյոք արտուն հսկելն է, ասենք գիշերը լուսնել աղոթքով անցնելն է, տևերը ժպիտով դարձյալ կպատասխանեն ոչ, որովհետև մենք բնավ չենք կնանար։ Հոգի են, որովհետև ոգի են, գիտես։ Վանագանը զարմացած կհարցնե արդյոք աշխարհեն հրաժարիլն է, տևերը կպատասխանեն մենք անմարտապնակ վայրերու մեջ կպնանենք աշխարհի հետ կապ չունենք։ Վանագանը զարմացած կհարցնե արդ ինչ է որ ցես դուրս կհանե մարգվդարե մարդոց մեջ են տևերը կպատասխանեն միայն ու միայն խոնարհությունը։ Իսկապես երբ խոնարհ են իմանալ, որտեղ իրենք հբարդ են, հբարդության ոգիով դրստրվեցան։ Սուրբերը հոգևոր հսկաները լալով հանդերձ միշտ այնպես հսկացած են, որ իրենք մեծակույն մեղավորներն են։ Այդ պիսով ալ իրենց կյանքը արցունքով հատկանշված, եթե գարտակ ճգնավոր հայրերու կյանքը մանավանդ։ Դեսնեք ինչի մասին է խոսքը։ Բնականաբար անոնք իրենց անձերը լալու չէին բռնատադեր, բայց այդպես կսկային երբ կանտրատարնային Աստուծո վեհապարության, Աստուծո խոնարհությանը, Աստուծո սիրույն եւ այդ զիրենք կարաչնորտեր փշրվելու Աստծո ոտքերուն արչեւ։ Աբրահամ նահաբետ իրանցին համար գսե ես որ հող եմ եւ մոխիր։ Պատկերացրեք Աբրահամը հավատքի հայրը ինքսինք հող եւ մոխիր կնկատե։ Երբ Հովանես Մգրդիչի հարցուցին, թե ով է ինք, անպատասխանեց ես անաբադի մեջ աղաղողին ցայնն եմ, ինչպես կսե Եսայի մարգարեն, հարթեցեք դիրոջ ճամփան։ Իսկ Բողոս Արաքյալ ինքսինք ամենե անաժան մարդը կնկատե եւ ինքսինքին համար շատ ցաներ բառը գոկտակորձի, վիժածը սպարը գոկտակորձի։ Եվ նույնիսկ առաջին մեղավորը, ինչպես մեր մեծակույն Սուրբ Արեգացին, ամբողջ աշխարհի մեղքը իր վրա արած մեծակույն մեղարավորը, որպես մադյան ողբերգությանը գկրե։ Իսկական խոնարհության խորհրդանիշ Սուրբ Մեծն Մագար ասալ պատմեմ գեղեցիկ է խոնարհության մասին։ Առաջին վանականության հայրն է, գիտեք, 4-րդ դարու սկիզբ ապրած, իր մով է որ վանականությունը սկիզբ կառնե։ Հբարդութենե դարաբող վանական եղբայր մգլավանքի մեջ ուզելով որ իրեն խոնարհության 10 սորվեսնե թելատրություն մգնե գտելատրե որ նոր մեկը մերած է եւ թաղված է գսե որ կնա այսինչ կերեզմանադունը եւ այսինչ կերեզմանին վրա գայնիր գսե եւ սկսիր տրվադանքով խոսիր կնա հադանքներ ուղե մերածին վանականը հնազանդության ուխտին Ենտագա գերտա կերեզմային արչև կգայնի եւ գեշ շամպերանը կպանա տրվադանքով խոսքեր գարդահայդե։ Վերադարձին Մագարը կհարցնե իրեն Սուրբը մերածը պամբը սավ լսեցիր։ Չէ, պամբը չլսեցի, պամբը չսավ լսե։ Լավ կսե վանալ կնա նույն դեղը գայնիր եւ պերանը բաց ամենավատ խոսքերը արդասանի իր հասցեին գսե։ Վանականը հնազանդությամբ երտա Գեշ շամպերանը կպանա ինչ կելը պերնեն սրդեն ժխտական արդահայտություններով գարդահայտվի կվերադառնա գարցնե որ ինչ պամը սավ քեզի մերածը վանագանը գսե ոչ պամը չլսեցի պամը չսա օբասանքիտ իբադասխան պամը լսեցիր ոչ կսե եւ Սուրբ Մագար գսե այդ վանագանին եթե իրավես Քրիստոսով մերած ես աշխարհին եւ թաղված ես անոր հետ պիտի սիրես մերածները
Գաղափարի մասին է, այլապանական, որովհետև մերած մարդը կսե որևէ ցևով չաստվիր ոչ մարդոց կովասանքեն եւ ոչ ալ մարդոց նախադինքեն եւ այսպիսով եթե դու այդպես ավրիս կսե կփրկես հետեւաբար այս իմաստով անհրաժեշտ է խոնարհությունը եւ դեսեք սուրբերու կյանքին եւ Քրիստոսի կյանքին եւ աստվածաշնչական հատվածներում մեջ որքան կարեւորությամբ կշեշտվի խոնարհությունը եւ կհրավիրվի իսկապես Քրիստոսի օրինակով այդ խոնարհությունը ապրելու որովհետեւ մենք կատարության աստիճաններեն բարձրանալով հասնենք Քրիստոսի հասակին եւ նմանության Շնորհակալություն Սրբազան հայր առաջին բաժին համար առնենք մեր թաթարը որ մեր հետ կվերաթարնանք Շատ բարի սիրելիներ, դուք մտի գրեիք շարագանը մեծ բահոց նվիրված փում բարեգենտանի շարագաններ բան որընթոր էյության։ Անոնք որոնք մեզի նոր միացան, արի դեղեցություն, մագար Սրբազան հայրն է հալեբեն է որ գխոսի խոնարհության մասին։ Սրբազան հայր մեր երկրորդ բաժինը անցնելով ասինք քիչ առաջ թե խոնարհությունը հիմքն է բազմաթիվ առաքինություններու։ Կրնակ քանի օրինակներ տալ մեզի։ Շատ բարի անշուշտ շատ են օրինակները պիտի փորձեմ միայն 3-ով կամ 4-ով բավարարվել եւ պիտի անցնեմ աստվածային 3 առաքինություններուն հավատքին հույսին եւ սիրուին հավատքը խոնարհության գարիք ունի որովհետեւ հբարտ միտքը հայրեր գսեն չի գրնա դյուրավ ընդունել եւ հավատալ Հիսուս կսե ցաղգելով փարիսեցիները եւ այն հрьяաները որոնք հավատությամբ լեցուն էին եւ գործեին խոնարհ ծեվացնել, կսե ինչպես ինձ պիտի հավատաք, երբ դուք իրար մեջ բարապանություն կընդունիք։ Խոնարհությունը հետեւաբար անհրաժեշտ է նաեւ բահելու համար հավատքը, որովհետեւ բազմաթիվ հերետիկոսություններ եւ հերցվածողություններ հետևանք են հավատության։ Պողոս Արաքյալ գսե. «Սա եւս սկիցիր, թե վերջին օրերուն դժվար ժամանակներ պիտի կան, որովհետև մարդիկ պիտի դառնան անպարտավան, հբարտ եւ հայոյիչ։ Հետեւաբար որքան հբարտությունը մեջդ դեղ գտնե այդքան ավելիով կդժվարանա հավատալդ ճշմարտության։ Երկրորդ, ինչ կվերապերի հույսին, հույսը նաեւ խոնարհության գարիք ունի, իբրև նեցուկ,
որովհետև մարդիկ հաճախ կհուսան այն բաներուն, որոնք միայն գրնան տեսնել զորս, բայց անոնք գարիք ունին հուսալու այն բաներուն նաև, որ չեն գրնար տեսնել։ Հավիտենական կյանքի ճշմարտությունները, որոնց մասին Քրիստոս բացահայտեց, շոշափելի երևույթներ չեն։ Հետևաբար խոնարհությամբ պետք ունի որպեսզի հուսաս այդ ճշմարտություններում։ Ան որ իր սեփական գիտության եւ կարողության կվստահի եւ անոնց մեկ ախյալ գլա, պիտի չընդունի այն ինչ որ չի գրնար տեսնել եւ չերևիր։ Չերևցող բաներու հուսալը խոնար միտք կբահանչե։ Երորդ սիրո մասին պիտի խոսենք, սերնալ խոնարհության գարիք ունի։ Իրականության մեջ հայրեր երբ կխոսին, կսեն սերն ու խոնարհությունը համադեղ կգոյատևեն եւ զիրար կամփոփչացնեն։ Հայրերեն մեկը կսե սերն է ներողություն սերեն եւ խոնարհութենեն ավելի լավ բան չկա, որովհետեւ խոնարհությունը կսե կբարձրացնե եւ սերնալ բնավ չի ցախողիր։ Բնականաբար այստեղ ակնարկված սերը աստվածային սիրո մասին է։ Մեր ասենք նմանին հանդեպ ունեցած մաքրամաքուր սիրո մասին։ Աստուծո հանդեպ մեր սերը խոնարհությամբ կզորանա։ Երբ մարդ կսկա իր մեղքերու ծանրությունը եւ Աստուծո սիրո զորությունը, անսահման, անշահախնդիր, անվերաբար սերը, որ կսկաս, որ Աստված ունի քեզի հանդեպ, խոնարհությունը գոքնե անսին, որ Աստուծո սերը բահե իր սրդին մեջ։ Այս սկացումն է հետևաբար, որ բազմաթիվ սուրբեր մղած է Աստված սիրության։ Օրինակի համար Սուրբ Կույս Մարիամի մեծացուսեին մեջ հետևյալը Մարիամը գսե դերը պիտի կովապանեմ գսե չէ ահա հոգիս կուրախանա Աստուծմով իմ բրգիչովս որովհետև ան դեսավ իր աղախինին ինչը հեզությունը եւ խոնարհությունը իսկ ինչ կվերապերի իրար նկատմամբ սիրույն մեր ունեցած սիրույն հատիկա շատ ավելի մեծ խոնարհության գարիք ունի ուրիշները մեղադրելը նախանցն ու բարգությունը արդյունք են հբարդության խոնարանցը սկիչ մարաջ կսեինք չաստվիր երբ մեկը զինք կովապանե եւ կամ ուրիշը իր փոխարեն մեծարվի անմեծապես ուրախանա երբ լավ բաներ բադային ուրիշներուն խոնարանցը իրավես ուրիշները իր մե ավելի բադիվի կովքի եւ մեծարանքի արժանի կնկատե Սուրբ Հովհաննես Մկրտիչ կսե երբ որ իր աշակերտները իր կողմն էին եւ անանք ստացած էին որ Հիսուսի փառքը եւ համբավը սկսած է դարածվիլ գսե ասկի այդ իր հեղինակությունը պետք է զորանա իսկ ես հրաբարակի պետք է կաշվիմ կտեսնեք այդ խոնարհությունը որ ուներ Հովհաննես Մկրտիչ իսկ Պողոս Արաքյալ գնշե համերաշ եւ համախորուրդ եղեք իրարու հետ մի անեք ովևէ բան որ հագարակասիրութեն է կամ փարասիրութեն է մղված ըլլա այլ խոնար ոգիով գսե Ձեր ընկերները ավելի լավ համարեցեք, քան դուք ցես։ Ահավասիկ։ Իսկ վերջին օրինակ նաև աղոթքի հետ կապված։ Աղոթքը, որ մեր քրիստոնյա հավատացյալի ամենօրյա կյանքի անբաժան մեկ մասը կգազմե, աղոթքը անընդունելի կդառնա, երբ առանց խոնարհության կմատուցվի։ Աստված չընդունիր։ Դերը ընդունեց ինքսինք խոնարհեցուցած մաքսավորին աղոթքը, ճիշտ է, չէ՞ գիշեք։ Այո։ Ավետարանական այդ արագին մեջ եւ ողջունեց այն եւ հիշեցուց որ մաքսավոր արտարացած դուրս եկավ, բայց մերժեց հբարդ եւ անպարտավան փարիսեցի։ Ահավասիկ, թե որքան կարեւոր է եւ ինչ այդ օրինակները որքան կարեւոր են նաեւ մեզ մի յուրաքանչյուրին համար։ Եվ արաքինու խոնարհությունը որքան կարեւոր է, որ մնայուն գերբով ընկերակցի մեր կյանքին Եվ այդ առաքինությունները, որ մենք կստանանք, որքան կարևոր է խոնարհությամբ բանանենք, սնուցենք, որովհետեւ ճիշտ կերպով իրենց բարդականությունը կատարեն մեր կյանքի մեջ։ Շատ բարի Սրբազան հայր, մեր կյանքին մեջ, այլ խոսքով մարդու կյանքի մեջ խոնարհությունը ինչպիսի թրագան մոդեցումներու գարաչնորթ է կներգայանա եւ ինչպիսի օրտնություններու պատճառ կդառնա։ Բազմաթիվ օրտնություններու պատճառ կլա, որտեղ գիշեսնե որ դերը իր շնորհքը գնձայ է խոնարին։ Օրինակ դանք, առաջին բանը դրական իմաստով որ խոնարհությունը գբերե մարդուս կյանքի մեջ մարդը իր նախքին վիճակին կվերականգնե։ Մարդուն առաջին մեղքը հբարդություններս ինչ չէ,
Ուստի խոնարհությունը անգասկած զայն պիտի վերականգնե իր նախկին վիճակին։ Աստուծո մեր մարդկային բնությունը իր վրա առնելու խոնարհության միջոցով առաջին օրինակը Քրիստոս ինք տվավ։ Հբարտությունը ասենք տրախտեն արդակսեց առաջին մարդը, իսկ խոնարհությունը կրնա վերականգնել զայն։ Սուրբ Անդոն անաբադական կհարցնե իր աշակերտներուն. Հիսուս ինչու անցամբ լված իր աշակերտներուն ոտքերը եւ ինք նաեւ պատասխանը կուտա, որբեսի խոնարհություն սորվեցնե մեզի։ Բոլոր անոնք, որոնք կուզեն գսե իրենց նախկին վիճակին վերադառնալ, ապա միակ միջոցը խոնարհությունն է։ Երկրորդ, մարդոց մեջ են տևերը դուրս գարդակսե խոնարհությունը։ Քիչ առաջ տեսանք օրինակը։ Սատանան իր հբարտության պատճառով գործունցուց իր նախկին վիճակը, երանական վիճակը, դրախտան Աստուծո ներկայության կանգնելու, որում մասին Եսայի եւ Եզեկիել մարգարեները կխոսին։ Եվ այդ պատճառով չի կրնար դեմ հանդիման գենալ խոնար անցին։ Խոնարհությունը գաներևութացնե չարի զորությունը։ Ասիկա իրականություն է եւ սուրբեր այդ փորձառությունը ապրած են իրենց հոգեվոր մակարումին մեջ։ Անոնք իրենց դեսիկներուն մեջ ալ դեսած են այս մեկը կամ լսած են նույնիսկ տևերուն կողմը երկունեցության ժամանակ։ Սուրբ Անդոնի մասին կպատմվի, որ օրմը ան կդեսնե թե ինչպես սատանային ուրգանը կդարածվի ամբողջ երկրի վրա եւ նեղութենեն կհարաչե ասելով դեր ով կրնա այս իրավիճակեն փախուստալ կամ փախչիլ եւ ամիջապես երկնքեն ցայնը գլսե որ գսե միայն խոնարհները կրնան փախչիլ հասկե իսկ Սուրբ Մեծն Մագարի մասին ալ կպատմվի որ արիտովը սատանան կհանդիպի իրեն գիտեք ճգնավոր հայրերու բարակ կյանքին մեջ անապատական հայրերը մնայուն փորձության կենտարգվեին հարսագումներու կենտարգվեին անի շոշափելի օրեն ուրեմն սատանան կհանդիպի իրեն եւ գսե վայ քեզի Մագար որովհետև ինչ որ դու գնես, ես ալ գնեմ։ Դու բայեցողություն գնես, իսկ ես բնավ չեմ ուդեր գսե։ Գիշերները արտուն գսկես, իսկ ես չեմ քնանար։ Սակայն մեկ բանով կհաղթես գսե։ Սուրբը կհարցնե, ո՞րն է այդ բանը։ Սատանան կպատասխանե, դու ինձ միայն ու միայն խոնարհությամբ կհաղթես։ Իսկ երրորդը խոնարհությունը կբարձրացնե մարդս։ Պետրոս Արաքյալ գսե բոլորը դալ խոնարհաբար ծառայեցեք իրարու որովհետև ինչպես Սուրբ Գիրքը գսե Աստված հագարակ է ամպարդավաններուն մինչ խոնարհներուն շնորհք կուտա հետևաբար գտելատրե Արաքյալը Աստուծո հզոր ցերքին դակ խոնարեցեք որպես երբ հարմար ժամանակը կա ցես բարձրացնե Քրիստոս ինքը չսավ միտե ով որ իր անձը բարձրացնե պիտի խոնարհի եւ ով որ իր անձը կխոնարեցնե պիտի բարձրանա Իսկ ուրիշ հայրը գսե, եթե սատանան հբարտության պատճառով երկնքեն ինգավ, ապա խոնարհությունը մարդս վերստին երկինք կբարձրացնե։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ ինքսինք անարժան նկատեց, նույնիսկ Հիսուսի գոշիկին գաբերը քագելու, եւ այդ անարժան նկատող ցերկը արժանի եղավ հորտանան կեդին մեջ Հիսուսի գլխում վրա տնելու մկրտության ժամանակ։ Երբ Հիսուս իրեն ասավ, հիմա թույլ տուր որ այսպես լա, որովհետեւ այդպիսով գդարած պիտի ելան Աստուծո արդար կամքը։ Իսկ ամենակեղեցիկը Պողոս Արաքյալի հաստատումն է, որ քիչ առաջ հիշեցինք, բայց թույլ տվեք որ նորեն գարտամ, որ կգադարե մեր Տիրոջ Հիսուսի խոնարհության մասին։ Հետևյալը գսե, որ թեբետ բնությամբ Աստված էր եւ Աստուծո հավասար ըլլալը հրճագելը իրեն համար Աստուծո բադիվը հապշտակել չէր նշանակեր, բայց գամավորաբար ինքսինք այդ բադիվեն մերգացուց ծառայական մեր բնությունը իր վրա առնելով Եվ մարդոց պես եղավ ու մարդկային գերբարանքով ճանցվեցավ։ Ինքսինք խոնարեցուց եւ Աստուծո հնազանդեցավ, հանցն առնելով մահը եւ այն ալ գսե խաչի մահը։ Բայց երբ որ դու կխոնարեցնես կամավորաբար դու քեզ Աստված քեզ կբարձրացնե եւ ադոր համար գսե Աստված զայն շատ ավելի բարձրացուց եւ իրեն տվավ այն անունը, որ վեր է բոլոր անուններեն, որբեսի Հիսուսի անունին զունգի կան բոլորը երկնավորները, երկրավորները եւ սանտարամետականները։ Հալելույա Հիսուսի անունին։ Իսկապես սրբազան։ Այո։ Սրբազան հայր խոնարհությունը վստահ եմ որ իր արդյունքները կամ բդուղներ ունի։ Որոնք են ինչ են հրամեցեք։ Խոնարհության արդյունքներն անշուշտ բազմաթիվ են հիմա ժամանակի նեղլալու պատճառով չենք կրնած շատ երկար խոսիլ, բայց ամփոփեմ որ Խոնարհության արդյունքներն մեկն է աննկարագրելի ներքին խաղաղությունը եւ ուրախությունը։
Դերը ինքս ավ չէ, ինձ եկեք եւ ինձ մեզ օրվեցեք, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնար եւ դուք ինչ պիտի դաք ձեր հոգեգան հանգիստը պիտի գտնեք։ Դավիթ մարգարեն գսե դերն է իմ միակ բարձանքս։ Թող դարաբյալները լսեն եւ ուրախանան խոնարհության մասին է որ խոսի։ Նաեւ ողբս բարի վերածեցիր գսե, սուքի հակուստս հանեցիր եւ ինձի ուրախության սկես տակցուցիր։ Իսկ ճգնավոր հայրերեն Սուրբ Պախոմիոս գսե ուրախ ըլլալու համար խոնար եղիր, որովհետեւ ուրախությունը խոնարհության գնգերանա եւ գուղեքսի։ Իսկ Սիրակի իմաստության կրկին մեջ կգարտանք խոնար մարդուն իմաստությունը բարձր գբահե անոր գլուխը եւ զայն մեծամեծներու մեջ կնստեցնե։ Սուրբ Հովհան Դամասկացին նայեցեք ինչ գսե։ Խոնարհությունը գսե բանալին է ճանաչողության, որովհետեւ Աստված խոնարներուն գսորվեցնե իր ջամփան։ Իսկ Սուրբ Եփրեն խուրի ասորին նշանավոր գնշե հետևյալը ասելով իմաստության հոգին հեզերուն ու խոնարներուն մեջ կհանչի։ Իսկ այլ ճգնավոր հայր մգսե խոնար եղիր, որբեսի դերը գարենա պաշտպանել եւ զորացնել քեզ, որովհետեւ Աստված հոգադար գլա խոնարներուն եւ կրված է գսե թե ան գարաչնորտե հեզերը եւ իր ջամփաները գսորվեցնե խոնարներուն։ Խոնարհությունը այս իմաստով Աստծո բարգությունը գվերացնե եւ աղոթքը պատասխանելի կդարձնե։ Աստվածաշունչի մեջ բազմաթիվ օրինակներու կհանդիպինք։ Օրինակի համար այն ինչ որ ըսված է Հութայի Եզեկիա թագավորին մասին, բեն մնացորդած 33-րդ գլուխին մեջ կգարտանք։ Գիտեք, Եզեկիան այն թագավորն էր, որ հիվանդացավ եւ պիտի մեռներ Եսայի մարգարեն եկավ եւ իրեն թերացում մռավ զղջաց խոստովանեցավ ապաշխարեցավ եւ Աստված ներեց իրեն եւ 15 տարիով երկարացկեց իր կյանքը, բայց իր մասին հետեւյալը կգրվի, բայց Եզեկիա գսե իր սրդին հպարտության համար խոնարեցավ, զղջաց, ապաշխարեց, թե ինք եւ թե Երուսաղեմի բնակիչները անոր համար գսե դիրոջ բարգությունը Եզեկիայի օրերը անոնց վրա չեկավ։ Տեսեք, նույնիսկ Աստվածային բարգությունը գրնա հերացնել խոնարհությունը, երբ խոնարհությամբ կմոտենաս Աստծո եւ խոնարհությամբ կաղոթես։ Նույնպես Հոթայի Մանասե թագավորին զորակլուխները զայն գարտով կբռնեն եւ ոտնագաբերով Բաբելոն կդանին։ Եվ մենք 40-օրյա բայցողության ամեն արևակալի աղոթքին Մանասե թագավորի աղոթքը կգարտանք, ապաշխարության, իսկական փշրվելու իր անձը փշրած Աստծո դեմ խոնարհած զղջումի աղոթն է որ կգարտա։ Հետևաբար իր այդ զղջումի մեջ նայր Աստվածային պատկամը որ իրեն գդրվի։ Անիկա իր նեղության ադենը իր դեր Աստծուն երեսը փնդրեց, աղոթեց, աղաչեց, բաղադրեցավ, դարձավ առ Աստված, ապաշխարեց եւ իր հայրերուն Աստծուն արչեւ գսե մեծապես խոնարեցավ։ Խոնարհությունը շատ կարեւոր է, որովհետեւ Աստծո հաճությունը շահիս։ Անոր աղոթ կրավ, դերը անոր աղոթքը ընդունեց ու անոր աղաչանքը լսեց ու զանիգա Երուսաղեմ իր թագավորության դարձուց։ Պատկերացուր կերութեն երտալեն իդ կուպի մեջ նետվել են ետքը մորացության ենթարկվել են վերջիշտ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բացմության պես բան մի եղավ իրեն 40 օրեր կուպի մեջ մնաց եւ այդ աղոթքը որ գարդասանեն 40 հատվածներ են ամեն մեկ օր մեկ գանկում վեր կպարսանար վերջին աղոթքին է որ գլուխը արտեն կապարիչին գտպա եւ գազադակրվի հրաշքներ են ասոնք որ բադահած են հիմա նույնիսկ եթե բացմություն ըլլա իր մեջ բարոյական 10 մգա որ քեզ կսորվեսնե թե ինչ կերպ պիտի մոդենաս եւ պիտի վարվիս Աստծո հետ մանավանդ աղոթական կյանքիդ մեջ Սողոմոն իմաստուն թագավորին ուղված Աստծո բادվերեն ավելի զորավոր բան չկա ինձի համար սրդի շատ կխոսի այս մեկը ուր գսե Աստված իրեն գսե ու իմ անունովս կոչված ժողովուրդս եթե խոնարհին ու աղոթ կնեն ու իմ երեսս խնդրեն եւ իրենց չար ջամփաներեն դառնան որ ապաշխարության մասին է չէ ապաշխարությունը մետանոիա ընթացքի փոփոխություն ունենալ ապանը արեմուտքեն դեպի արևելքը մեղքի աշխարհեն դեպի լույս Աստված գիտություն որ ամեն անգամ հրաժարինքին կգադարենք մենք հրաժարինք սատանայեն եւ ապա դառնամ գիտույս Աստված գիտության հետեւաբար այս է որ գսե եթե անգել զլա քո ապաշխարությունը ճշմարիտ խոնարհությամբ աղոթքը բարձրացնես առ Աստված
Եվ կուտշար ճամպաներդ եթե դառնաս կսե, ես ալ երգնքեմ պիտի լսեմ, եւ անոնց մեղքը պիտի ներեմ, ու անոնց երգիրը պիտի բժշկեմ կսե։ Ասկի ավելի լավ խոստում կա, չի կա։ Երանի մեզ մի յուրաքանչյուր հետևաբար այս հասկացողությամբ, այս 40-օրյա բայեցողության ընթացքին դրսևոր է իր կյանքը, հունավոր է իր հոգևոր կյանքը, ժամանակ դա աստվածաշնչական ընթերցումներուն, ժամանակ դա աղոթքի, ժամանակ դա եւ երթա եկեղեցի արևակալի եւ հսկումի աղոթքներուն, բադարակներուն, ինքնակնության ճամփով ինքնաճանաչողության հասնի, գտնե իր ներաշխարհին մեջ բնավորության, սովորության եւ նկարագրի հետ կապված այդ խորի գեդերը, հանցանքները, մեղքերը, թերությունները, դգարությունները, որ ունի եւ գործե եւ որոնց մասին չանդրադառնար նույնիսկ անգերձորեն աղոթե եւ խնդրե Սուրբ Հոգին որ լուսավորե իր ներաշխարը սկաստացնես ինք հանդիմանես ինք իր կատարած մեղքերուն համար ունեցած դգարություններուն հանդեպ նկատմամբ գիտեք բան է 3-dimensional է մեր կատարելիք խոստովանությունը կամ ինքնակիտակցությունը կամ ինքնասրբակրությունը Աստված մարդ հարաբերության մեջ մեր արցանակած թերություններուն մասին պիտի մտածենք եւ սրբակրենք մարդ հարաբերության մեջ մեր կատարած սխալներուն եւ թերություններուն սկացական ապրումներն են, մտածումներն են, խորհուրդներն են, դրամատրություններն են, արտահայտություններն են եւ մեր անձին նկատմամբ կատարած մեր թերությունները մեր հոգի բրգության համար, մեր հոգեվոր աճման համար, առաքինություններ ցերկ բերելու համար, ողորմության, բարության, ծառայության, ներողամտության, սիրո, ամպերադարության այս բոլորին մեջ թերություններ արցնակրած ենք մենք արդակնապես ար երեսանց կգարձենք որ քրիստոնյա ենք կգարձենք որ Աստուծո հաճելի կյանք կապրենք բայց եթե առնենք եւ Աստվածաշունչը գարտանք եւ իբրև Աստուծո հայելին արժեվ կանգնածի պես փորձենք մեր անձերը տեսնել պիտի անդրադառնանք որ շատ կներեք սրբազաններեն մեկ ունեինք փարսախներով հերոյ ենք կսեր ճշմարտութենեն եւ պիտի բացահայտենք որ իսկապես հերոյ ենք Աստուծո հերոյ ենք Աստվածային ճշմարտութենեն եւ հերոյ են գրոնական այն ուղղությունն որ Աստված ուզե մեզ այդ ուղղության երջանկում մեջ տեսնել Շատ բարի սրբազան հայր առաջին բաժին մեջ անդրադարձակ թե ինչպես կրնանք խոնարհությունը ցերկ ցկել Եթե ամփոփ կերպով մեզի դարձյալ հիշեցում մնեք որբեսի անոնք որոնք մեզի նոր միացան Այո, մակպսած էինք, որ առաքինությունը այդքանալ դյուրին առաքինությունը, խոնարհությունը այդքանալ դյուրին առաքինությունը այլ հոգևոր մակարումով եւ բազմաթիվ հոգևոր գրթությամբ միայն գրնանք զայն ցերցկել, որտեղ սին կարգը առաքինություններ կան, որոնք ընտոզին են, դժվար չեն հետդ կծնին, աշխատանք դանելու որը մեկ չի կուչանք չես տապեր, բայց խոնարհության համար դուն ջիկ պետք է տապես, եսդ ամենակարևորը եսդ պիտի փշրես, արժանապատվության օծը միշտ արժանապատվության գլուխը միշտ օծի պես կծծվի, Բարույցի պես կմրն չէ, իմ իրավունքս, իմ անկիստս, իմ ուրախությունս, խոնարանցը ինքսինքին մասին չի մտածեր, նախ ուրիշի մասին կմտածե։ Այդ իմաստով, որպես այդ եսդ փշրես, որ մնայուն գերբով իրեն համար պահանջքներ ունի, աշխատանք չի կուչանք, սողողություն, սոմաբաղություն, աղոտ, երիկ վնե միջև արդում, պիտի գարտաս, պիտի հսկես, պիտի չարչարվիս, պիտի տակնավիս, պիտի սողվիս, անդոն անաբադական ճգնավորը նկարներում մեջ կտեսնեք, կավազան մոնի կավազանի վրա զանկակ մկախված է։ Ագումիտ էր, քունի դեմ կպայքարեր, զանկակ կախած էր, որպեսզի հանգած է, որ գիշերը քունը կա եւ քնացած վիճակին ցերկեն ինար կավազանը զանկակի ցայնը լսեր արտնար եւ շարունակեր աղոթքելը։ Զողողություն պետք է հետեւաբար չենք ուրանար, որ դժվար ճամփամն է խոնարհությունը, բայց նույն այն նեղ դուրն է, որ հայրեր գսեն դեպի երջանկության քաղաք կարաչնորդ է։ Անիկա երկար ճամփամն է, որ հարադև գրթության գարիք ունի, ինչպես նաև մեր սեփական գամքին եւ փափակներուն սանսումին գարիք ունի։ Սուրբ Հովանես Գղեմակոս կսե սկիզբը հագամա կխորշին տրվադանք է, բայց հետո կսե դարբեր առաքինություններու միջոցով խոնարհությունը գաճի մարդուս մեջ եւ անցը գահասնի այն աստիճանին, ուր ինքսինք անարժան կնկատե այլևս նման այն փույսին որ շարունակ կմեծնա այնքան ժամանակ որ գճրվի գսե ինք չանդրադառնար բայց իր մեջ այդ խոնարհությունը այնքան գաճի որ այլևս բնական երևույթի կվերածվի աշխարհը մերժելը անցը ուրանալը եւ Աստծո հանձնվելը Շատ բարի սրբազան հայր
Եզրագացնելով մեր այսօրվան հայդակիրը, մեր այսօրվան հարցազրույցը, խոնարհության մասին ընդհանուր ինչ խրատներ կփապակիկ տալ մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն եւ բնականաբար ծեր հայրական խոսքով փակել։ Տեսեք, առաջին բանը, որ ես կուզեմ որպես թելադրություն կամ խրատ կամ հորտոր, ինչպես որ կուզեք ընդունել, ես կուզեմ հրավիրել մեր ագանտիրներուն եւ ունգընտիրներուն, մեր քույրերուն եւ եղբայրներուն, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Քրիստոսի վրա։ Որտեղ Պողոս Արաքյալը ասել Քրիստոս ինքն է մեր հավատքի հիմնադիրը եւ զայն գդարելագործողը։ Քրիստոսի կյանքը իր էությամբ, իր դնորինական կյանքը, աշխարհի վրա իր ապրած երկրավոր կյանքը գեղեցկագույն օրինակն է խոնարհության։ Ինչպես ասի Քրիստոս քարոզողը չեղավ, թելադրողը չեղավ, հրահանգողը չեղավ ներողություն։ Այլ ինք իր անձնական կյանքի օրինակով նա կդարեց այն ինչ որ ուզեց սորվեցնել եւ ապա ժողովուրդը հրավիրեց իրեն հետևելու եւ իրեն նմանելու։ Տեսեք, ծնունդի օրինակը արեք։ Ինչ խոնարհությամբ ծնավ, ուր տրվեցավ։ Երուսաղեմ իր մուտքը փոխանակ նժույգի վրա նստելու, իշու քուրագի վրա նստավ, խոնարհություն սորվեցնելու։ Աշակերտներուն ոտքերը լվալու այդ գործընթացի մեջ նույն հանգամանքով եկավ։ Եվ որևէ մեկ ժամանակ չհբարդացավ ընդհանրակ ամեն անգամ որ ժողովուրդը ուզեց սինթակավոր գարկել իրենց վրա, փախուստ տվավ։ Եվ հիշեցուց նույնիսկ աշակերտներու սավ չլլա թե մեգուն բան մասեք։ Ամեն անգամ որ հրաշք մգներ կթելաթրեր որ չլլա թե երթակ եւ խոսիկ։ Թեզությունը, այդ խոնարհությունը գիտագից էր իր առաքելության, իր գոչումին, իր ծառայության, գիտեր ինչու համար եկած էր։ Եվ կխոնարհիս Աստուծո գամքին արչև, Աստուծո գամքի ճանաչողության կբացվիս եւ կանտրատարնաս քու գոչումիդ, թե ինչու ծնած ես, ինչու աշխարհ եկած ես, եւ Աստված ինչ կուզե քեզ մե։ Եվ ըստ այնն կգարկավորես տուն քեզ եւ կհունավորես եւ կտրսեվորես քու կյանքի ընթացքը եւ այն ժամանակ հաջողություն կգտնես։ Իսկ քանի մխրատներ խոնարհության մասին համեստապար Խնդրեմ։ բոլորս ալ սորվելիք ենք, ես ալ առաջին սորվողն եմ։ Ուրիշներու արչև մի ըսեր այնպիսի բաներ, որ գրնան քեզ մեծարելու մղել սանոնք։ Շատ հաճախ մարդիկ այնպիսի արտահայտություններ ունենան, որ մարդիկ եւ ուշադրություն իրենց վրա կրավեն։ Երբեմն մարդիկ նույնիսկ իրենց անձերու մասին ժխտական, բացասական բաներ գսեն, որովհետեւ ուրիշներու հիացման արարգան դառնան։ Բացարձակ այդպիսի բաներ մի եներ։ Երբ մարդիկ որևէ բանի համար մեծարեն կամ կնահատեն քեզ, անմիջապես փառք դուր Աստուծո, շնորհակալություն հայտնե Աստուծո, երախտաբարդությունը հայտնե Աստուծո, որ օգնեց քեզի գադարելու այդ բանը, որովհետեւ հբարդությունը չարտնա մեջ եւ չսկսիս կոանցիտ վերակրել այն բոլոր բաները, որ Աստուծո կողմէ քեզի դրված են։ Եթե դու կոմասիտ բարձր համարում ունիս, հիշե ծածուկ մեղքերդ, որոնց մասին ուրիշներ անդեղյակ են, բայց Աստված դեղյակ է։ Մի եներ որևէ բան, որ պատճառ պիտի ելա, որ մարդիկ կովապանեն քեզ։ Մեր դերը կհիշե կսկուշացնե, ըսկուշ կսե, Աստուծո հանդեպ ձեր բարդավորությունները մարդոս ներկայության մի կատարեք։ Ցույցի համար, որովհետև այդ բարակային վարձատրություն պիտի չստանաք ձեր երկնավոր հորմեն։ Ուրիշ խրատմը, դու քեզ մի արտարացներ, որևէ մեկ բարակայով։ Թույլ մի դարգսես Աղմոս-Հակիրը, որ սիրտս չարեկին հավանի։ Մի ցկեր որ կորձագից դառնամ անորեն մարդոց ամբարիշտ արարքներուն կամ անոնց փարթամ կյանքին փապակին։ Ամեն մարդ քեզ մե ավելի լավ համարե։ Արաքյալը գտելատրե մի անեք որևէ բան որ հագարակասիրուտեն է կամ փարասիրուտեն է մղված լա, այլ խոնար ոգիով ձեր ընկերները ավելի լավ համարեցեք քան դուքս։ Եվ վերջապես մի ցանգար բարձր դիրքեր եւ մարդոց ուշադրության կենտրոնը կրավել։ Դեր այդ պատճառով անիծեց սկսե փարիսեցիները։ Հավաքներու մեջ առաջին խոսողը լալու մի աջաբար էր, այլ եթե հնարավոր է վերջին խոսողը եղիր։ Ուրիշներ քեզ մի ավելի լավ համարելով։ Եվ վերջապես Սուրբ Պաղոմեոս
ճգնավորին խոսքը իբրև վերջապան առնելով գսեմ ամեն ինչի մեջ խոնար եղիր եթե նույնիսկ ամեն գիտությունալ ունենաս խոսելու մեջ վերջինը եղիր թող Աստված օրհնեցես շնորհակալություն ծեր ունգընտրության Շնորհակալություն Սրբազան հայր, իսկապես նախ շնորհակալ ենք, որ ձեր սուղ ժամանակեն դրամատրեցիք եւ իսկապես մեզ լեցուցիք հատկապես այս մեծ բահեցողության շրջանին վարձկենիտ կդար Աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե Փակել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչարուլը լանք Դավիթ մարգարեին բեռնով արդասանված սաղմոսներեն հատվածը Մեծ է Տերը մեր Աստվածը եւ ամեն օրհներկության արժանի իր քաղաքին մեջ իր սուրբ լերան վրա իր բարձրությամբ քեղեցիկ է ամբողջ աշխարհի ուրախությունն է Սիոն լերը Աստուծո բնակավայրը մեծ թագավորին քաղաքը Աստված ներկա է անոր ամրություններուն մեջ եւ ցույց տված է թե ինքն է իրավ ամրոցը Ահա թագավորները հավաքվեցան եւ միասնապար հարցակեցան քաղաքին վրա բայց երբ զայն տեսան ապշեցան զարհուրեցան եւ փախուստի դիմեցին թողը բռնեց զիրենք ինչպես երկունքը գբռնե ծննդական գինը կամ ինչպես որ արևելքեն փչող հովը գխորդագե Թարշիշեն եկող նավերը ինչ որ լսեր էինք այժմ մեր աչքերով տեսանք ամենագալ դիրոջ քաղաքին մեջ մեր աստուծույն քաղաքին մեջ Աստված գանկուն պիտի բահե զայն հավիդյան քու դաջարիտ մեջ ով Աստված մենք մշտական հոգածությանդ մասին գխորինք քու անունդ ով Աստված Ձանոթ է աշխարի 4 զակերուն եւ բոլորը քեզ գործներքեն արդար են կորձերդ թող ուրախանա Սիոն լերը թող ծնծան հութայի քաղաքները արդար թադաստաններուդ համար ով ժողովուրդ Սիոնի շուրջը դարձեք անոր 4 տին բդդեցեք անոր աշտարակները համրեցեք լավ դիտեցեք բարիսները զննեցեք անոր ամրությունները որբեսի բատմեք քալիք ծերուկներուդ մեր Աստվածն է ասիգա մեր Աստվածը միշտ եւ հավիդյան ինք մեզ պիտի առաջնորդե մինչեւ վախճան ամեն Փարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն